Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայում YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է, մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները, եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ շարաչուն ապտակը ստացան Տաշիր համայնքում։ Օրեր առաջ Սուրեն Պապիկյանի անհաջող քարոզարշավը խմբագրելու ռևանշ վերցնելու նպատակով ԿՊ-ի շրջիկ խմբագետ Լոռի Տաշիր մեկնած Փաշինյանը երեկ մինի հանրահավաք ելույթ ունեցավ կիսադատարկ հրապարակում։ Չնայած Երևանից մի քանի ավտոբուս մարդ էին իրենց հետ տարել ու նկարել ցուցադրելու համար եւ հրապարակը լիքը պատկերց ստանալու համար, սակայն Սամվել Կարապետյանի հայրենակից տաշիրցիներն ինչպես Պապիկյանին էին օրեր առաջ մերժել, նույնն արեցին ներողություն նաեւ Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՆԳՆ ոստիկանությունից ստացված արերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն 2026 թվականի հունիսի 7-ին ԱԺ հերթական ընտրություններում ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համարով առաջադրված падգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանին նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն ՆԳՆ միգրացիա եւ քաղաքացիության ծառայությանը ներկայացվել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում, այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը։ Ես հիշեցնեմ, որ արևմտյան մամուլը, արևմուտքի հովանու տակ գտնվող մամուլը երեկվանից կպել է այս գործին Կարապետյաններին թիրախավորելու, բայց մի կողմ թողնենք սա, իհարկե չհավատալով իրենց հրապարակված թվերին, բայց այսպես կոչված փաստերին, բայց եկեք Նիկոլ Փաշինյանին հարց տանք։ Ինչ եղավ Արմեն Սարգսյանին առաջվող քրեական գործը։ Ի վերջո, եթե Նարեկ Կարապետյանի դեպքում ուղղակի մի հրապարակում է ու մի սկրինշոտ, ապա Արմեն Սարգսյանի պարագայում եղել է փաստարկված հետաքննական հոդված հետքի կողմից եւ ապացուցվել է, որ Արմեն Սարգսյանը ունեցել է երկքաղաքացիություն, առնվազն երկքաղաքացիություն, այնտեղ բրիտանական քաղաքացիության հարցն էլ կար, դա դեռ չի ապացուցվել, բայց մեկ այլ պետության քաղաքացի լինելու հանգամանքը ապացուցվել է։ Եվ սա ինչու է հետաքրքիր, որովհետև եթե Արմեն Սարգսյանը ունեցել է երկքաղաքացիություն, սահմանադրությամբ սահմանված կարգի խախտում է թույլ տվել, ապա ինքը որպես նախագահ ապօրինի է ընտրվել, ապօրինի է զբաղեցրել այդ պաշտոնը։ Ես հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է դարձել այդ թվում Արմեն Սարգսյանի ստորագրությամբ։ Այո, այդ ստորագրությունը շատերի համար կարող է ձևական թվալ, բայց առանց այդ ստորագրության Փաշինյանը չէր կարող վարչապետ նշանակվել։ Հետևաբար, եթե ապօրինի է Արմեն Սարգսյանի պաշտոնավարումը, ապօրինի է նաև Նիկոլ Փաշինյանի նշանակումը։ Եվ իրավական կարգի վերականգնման տեսանկյունից մենք պետք է նաև տեսնենք այսօր Նիկոլ Փաշինյանին հեռացված վարչապետի պաշտոնից։ Բայց ինչ եղավ, արդեն 5-6 տարի է Արմեն Սարգսյանի վերաբերյալ ցեն ծպտուն չկա, որ քրեական գործը առաջ է գնացել կամ ընդհանրապես այդ մարդը նկատմամբ քրեական գործ հարուցվել է թե ոչ, կամ այդ մարդը հետախուզման մեջ գտնվում է թե ոչ։ Ահա այսպիսի Փաշինյանական արդարադատություն։ Հրապարակ թերթը գրում է. Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2023 թվականի հոկտեմբերի 19-ին Արթուր Մելիքյանին նշանակել է Այգեձորի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող, նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր 5 տարի ժամկետով, իսկ մայիսի 14-ին Բերդ համայնքում ուժեղ Հայաստան դաշինքի հանրահավաքին ներկա լինելու համար Մելիքյանին ազատել է պաշտոնից։ Մելիքյանին հարցինք, ճիշտ է, որ ուժեղ Հայաստանի հավաքին ներկա լինելու համար է իրեն պաշտոնից ազատել, ասաց ճիշտ չէ, ինքն ավելի շուտ էր աշխատանքից ազատվել։ Երբ, վաղուց, խնդրեցինք, որ նշի թե երբ, չեմ հիշում։ Նրա խոսելու տոնից կարելի էր ենթադրել, որ վախեցած է, կաշկանդված, զանգահարեցինք Այգեձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկ Ծաղկյանին, հետաքրքրվեցինք, երբ է աշխատանքից ազատվել Արթուր Մելիքյանը։ Պատասխանեց մայիսի 14-ին եւ հավելեց, որ վարչատնտեսական մասի համակարգողին մարզպետն է նշանակում եւ ազատում։ Ինքը չգիտի թե ինչու են պաշտոնից ազատել։ Նախընտրական քարոզչությանը մասնակցելու համար Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 8-ից արձակուրդ է վերցրել։ Նրան փոխարինում է մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակվում են մարզպետի և նրա փոխարինողի որոշումները։ Մարզպետարանի կայքում մարզպետի փոխարինող մարզպետի տեղակալ Ուշչյանի միակ և վերջին որոշումը հրապարակված է մայիսի 11-ի ամսաթվով, կայքում Մելիքյանին աշխատանքից ազատելու որոշում չկա, մինչդեռ պաշտոնական որոշումներն ուժի մեջ են մտնում դրանց հրապարակման պահից։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. իրավապահ համակարգում ընտրակաշառքի գործերով հարուցված քերական վարույթի ֆոնին ըստ Ժողովուրդ օրաթերթի տեղեկությունների որոշակի խառնաշփոթ է առաջացել։ Վերջին շրջանում իրավապահները պարբերաբար հրապարակում են ձայնագրություններ, որոնցում ըստ պաշտոնական հաղորդագրությունների առանձին ընդդիմադիր կուսակցություններին առնչվող անձինք քննարկում են ընտրական գործընթացների հետ կապված պայմանավորվածություններ։ Օրաթերթի իրավապահ շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ այս գործընթացների ակտիվացմանը զուգահեռ իրավապահ համակարգում առաջացել է տեխնիկական և մարդկային ռեսուրսների խնդիր։ Մասնավորապես գաղտնալսման համար անհրաժեշտ սարքավորումների և այդ աշխատանքն իրականացնող մասնագետների սակավություն կա, չեն հասցնում գաղտնալսել բոլորին։ Ասել է, թե իրավապահները պարզապես չեն հասցնում օպերատիվ կերպով գաղտնալսել բոլոր այն անձանց, որոնց նկատմամբ հետաքրքրություն կա ընտրակաշառքի վերաբերյալ վարույթների շրջանակում։ Իդեպ իրավապահ համակարգի մեր աղբյուրներն ասում են, տեղեկացնում են, որ ընտրական գործընթացի թեժացման այս ֆոնին բացի թողի վիճակում է կրիմինալ աշխարհը, տեղի են ունենում գողություններ, ինչ-որ այլ հանցագործություններ, որոնց ոստիկանությունը չի էլ հասցնում արձագանքել, միայն արձանագրում են, որ նման հանցագործություն է տեղի ունեցել, հետո զբաղվելու նպատակով։ Սա ակնհայտորեն բարձրացնելու է կրիմինալ իրավիճակը երկրում և գողերը, հանցագործները, մարդասպանները իրենց կարող են ազատ զգալ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը զբաղված է ընդդիմախոսներին գաղտնալսելով, հետապնդելով։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընդառաջ և հենց ընտրությունների օրը Երևանի կենտրոնում նախատեսվում է անցկացնել տարվա ամենամարդաշատ բացօթյա միջոցառումներից մեկը՝ Երևանի գինու օրեր փառատոնը։ Մինչ քաղաքացիները գնալու են ընտրատեղամասեր որոշելու երկրի հաջորդ քաղաքական իշխանության կազմը, մայրաքաղաքի Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներում նախատեսված են գինի երգ ու պար, զբոսաշրջային հոսք, համտեսներ և ժամանցային միջոցառումներ։ Փառատոնի կազմակերպիչների ներկայացմամբ այս տարի միջոցառումը կհամախմբի մինչև 100 գինեգործական ընկերություն և ավելի քան 250 գործընկեր։ Ծրագրում ներառված են գինու համտեսներ, վարպետաց դասեր, համադրման սեանսներ, կենդանի երաժշտական կատարումներ, արվեստային ու մշակութային ակտիվություններ, գործարար հանդիպումներ, խաղեր և ժամանցային միջոցառումներ։ Հատկանշական է, որ փառատոնի եզրափակիչ օրը համընկնում է 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ազգային ժողովի հերթական ընտրությունների օրվա հետ։ Այսպիսով ընտրական կարևորագույն օրը Երևանի կենտրոնում նախատեսվում է լայնամասշտաբ հարբածություն երգի, պարի և զբոսաշրջային ակտիվ հոսքի հնարավոր բոլոր հետևանքներով։ Հարց է առաջանում. արդյոք նման մասշտաբի ժամանցային միջոցառման անցկացումը հենց ընտրությունների օրը չի կարող ազդել ընտրական գործընթացի կազմակերպման, հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների մասնակցության բնականոն ընթացքի վրա։ Կարելի է վստահաբար ասել, որ իշխանությունները ինչ-որ դիտավորություն ունեն այստեղ։ Մյուս կողմից նաև զգացում է իշխանությունների խանգարվածությունը, կամ վախը վերընտրվելու բանի հետ մտահոգության հետ կապված, որովհետև կարելի էր հանգիստ տեղափոխել, իրենք քաղաքական որոշակի դիվիդենդներ շահելու համար նման մասշտաբի միջոցառում են դնում ընտրությունների օրը։ Ես հիշեցնեմ, որ ընտրական բոլոր տեղամասերի մոտ 2000 ընտրատեղամաս կա։ Տեղամասերի մոտ ոստիկանական հերթապահություններ պիտի լինեն, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ընտրական գործընթացներով են զբաղված լինելու և դժվար է պատկերացնել, օրինակ այդ տասնյակ հազարավոր մարդկանց հոսքը, այդ մարդկանց անվտանգությունը ինչպես է հսկվելու Երևանի փողոցներում։ Հրապարակ թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը 3-րդ շարաչուն ապտակը ստացան Տաշիր համայնքում։ Օրեր առաջ Սուրեն Պապիկյանի անհաջող քարոզարշավը խմբագրելու ռևանշ վերցնելու նպատակով, էսի կարդացել եմ, չէ՞ ոնց որ։ Կներես, թե Ժողովուրդ օրաթերթն ու հրապարակը նույն բանն են գրում։ Չէ, կարդացել եմ ապեր։
Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթի տեղեկություններով վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը գնահատելով ավելի քիչ է հիշեցնում քաղաքական ծրագրերի գաղափարների հաշվետվության ներկայացում եւ ավելի շատ վերածում է ընդդիմախոսների ընդդիմադիր էլեկտորատին վիրավորելու, վարկաբեկելու եւ սպառնալու գործընթացի։ Հանրային հարթակներում եւ քաղաքացիների հետ շփումներում ձևակերպում է մի խայտառակ պատկեր։ Իշխանության ղեկավարը փոխանակ խոսի երկրի խնդիրների, ծրագրերի եւ պատասխանատվության մասին, հաճախ ափերից դուրս է գալիս, անձնավորում քաղաքական պայքարը եւ այն տեղափոխում վիրավորական բառապաշարի դաշտ։ Տպավորությունը այնպիսին է, որ ԿՊ քարոզչության ամբողջ հրապարակային ծանոթությունը Փաշինյանն անձամբ է վերցրել իր վրա։ Մինչդեռ շտաբներում ըստ քաղաքական դաշտից մեզ հասնող տեղեկությունների ակտիվ գործում են ընտրական նախկին գործընթացներից հայտնի տասովշիկները, իսկ քաղաքական թիմից զգալի մասը հիմնականում ապահովում է զանգվածային ներկայության գլխաքանակ։ Այս ֆոնին առավել քան տարակուսելի էր ԿՊ բարձրաստիճան ներկայացուցիչների Ալեն Սիմոնյանի, Տիգրան Ավինյանի, Անահիտ Ավանեսյանի եւ մյուսների պահվածքը Փաշինյանի վերջին միջադեպերի ժամանակ։ Փոխանակ փորձ էին զսպել նյարդայնացած վարչապետին, հանգստացնել իրավիճակը եւ քաղաքական գործընթացը պահել արժանապատիվ դաշտում, նրանք փաստացի լուռ հետեւում էին, թե ինչպես է երկրի ղեկավարն ընտրողների հետ շփման ժամանակ անցնում բոլոր սահմանները։ Դուք երբևէ կարդացել եք պատմության էջերից, որ ստրուկները իրենց տիրոջը փորձեն զսպել ինչ-որ արծում։ Այս մարդիկ հենց այդ մտածողությամբ են մասնակցում այս գործընթացներին ներկա քաղաքացիական պայմանագրում եւ դժվար է պատկերացնել, որ նրանք ռիսկ անեն մի որևէ բառ ասել Նիկոլ Փաշինյանին, վախենալով, որ իրենք են ապտակներ ստանալու, հոգեխանգարմունքի մեջ հայտնված Նիկոլ Փաշինյանից։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48